Ընդդիմադիրների տրանսպորտի գնի դեմ ուղղված ակցիաների արդյունքում ունենք տրանսպորտի վարձավճարի թերակատարում, ինչի արդյունքում խոստացած 45 տրոլեյբուսից առնվազն 30-ը հնարավորություն չկա գնելու։ Թերհավաքագրումը կբերի նրան, որ 15-ն էլ չեն կարողանա ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Փետրվար ամսից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի եւ ինչ-որ չափով նաեւ անկառավարելի իրավիճակ։ Հասցրել է մի կետի, որն արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում փաստացի Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն Երևանի ավտոբուս ընկերություն, մետրոպոլիտեն, նաև էլեկտրական ավտոբուս ընկերությունների կողմից ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ, նշել է Կոստանյանը։ Նա նաև հավելել է, որ այս թվերն առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որը կա եւ թե հետագայում ինչ է լինելու, իրենք չեն կարողանալու ձեռք բերել խոստացված տրանսպորտային միջոցները։ Նման տեմպերով, եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառում, որ այդ 15 տրոլեյբուսն էլ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել, ինչը մեր ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթ իհարկե կտա ասելու, որ տեսեք հայտարարեցին 45-ը, բայց ոչ այն 30-ը բերեցին, ոչ էլ 15-ն են կարողանալու բերել, նկատել է Հայկ Կոստանյանը։